Բարեկամներ, ողջունում եմ ձեզ։ Ես նորից ուրախ եմ ձեզ այսօր հնարավորություն տալ եւ ինձ նաեւ մեր հյուրին հնարավորություն տալ ունենալու այս երկխոսությունը ձեզ հետ եւ մեր հյուրի օգնությամբ։ Գիտեք, որ մեր ինքնությունը նախագիծը հենց նախատեսված է նման զրույցների քննարկման համար այս ձևաչափը մենք հատուկ ենք ընտրել, որպեսզի հնարավորություն տանք մեզ բոլորիս մտնելու, ընկղմվելու, այսպես ասած, խորքային շերտերի մեջ եւ նաեւ մի փոքր վեր լինելու այն աղմուկից, որը համատարած է դարձել, ընդ որում ոչ միայն Հայաստանում։ Այս ամբողջի նպատակը միայն մեր ինքնության մասին խոսելը չէ, մեր ինքնությունը այն հովանոցն է, այն միջավայրն է, որտեղ ինչպես որ համակարգիչը ունի իր ծրագիրային միջավայրը, որի մեջ աշխատում են ծրագրերը, այդպես էլ ինքնության մեջ աշխատում են մնացած բոլոր բաղադրիչները, որով էլ կայանում է ազգը, հանրությունը եւ իր կերպը եւ իր ընթացքը, իր պատմությունը, իր անցյալը եւ ամենակարևորը իր ներկան եւ ապագան։ Մենք այսօր էլ կունենանք ըստ իս եւ վստահ եմ հրաշալի զրույց, քանի որ մեր հյուրերը մեկը մյուսից հրաշալի են։ Այսօր էլ բացառություն չէ, այսօրվա իմ հյուրը Վահան Արծունինն է։ Վահան, ողջունում եմ։ Ողջույն։ Վահանը երգիչ է, կոմպոզիտոր, հանրային գործիչ, քչերը միգուցե գիտեն, որ Վահանը նաեւ բժիշկ է։ Շատերը գիտեն, ովքեր հետաքրքրում են բնականաբար, զուգորդել երաժշտություն, երկուսն է բուժում են, կարծես, երաժշտությունն էլ եւ բժիշկ լինելն էլ դու ամեն դեպքում չես կորցրել բուժելու այդ գիծը։ 60-ամյակը նշում ես քո եւ բեմական գործունեության 40-ամյակը։ Ես շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ, Գեորգ։ Սա մեր հեռուստատողներն միանում են այս շնորհավորանքներին, երկար տարիների եւս նման պտղաբեր եւ հրաշալի ընթացք եմ մաղթում, Վահան ջան։ Շնորհակալ եմ շատ։ Ուրախ եմ, որ այսօր մեզ հետ ես։ Ես շնորհակալ եմ, որ հրավիրեցիր, որովհետև հետևում եմ հաղորդաշարին եւ այսինքն մեծ ամասությունը հյուրերի իհարկե քաջ ծանոթ են եւ իրենց նաեւ տեսակետները, բայց այնուամենայնիվ զրույցների ընթացքում դու կարողանում ես շատ ընդլայնել սահմանները, որովհետև ինքնությունը որպես այդպիսին եւ որպես թեմա եւ որպես արդեն խնդիր, կարելի ասել ազգի համար, ինքը մշտապես պահանջում է դիսկուրս նրա շուրջ, այսինքն որովհետև կան բազմաթիվ շերտեր, բազմաթիվ մոտեցումներ, բազմաթիվ մեկնաբանություններ եւ ամենակարևորը ընկալումներ։ Կարևոր բան ես ասում, այսինքն այդ դիսկուրսը, երկխոսությունը կարևոր է։ Հաճախ օրինակ հաղորդումների մեկնաբանությունը ոչ այս մեկ այլ հաղորդման տակ, օրինակ հաճախ գրում են, դե ինչ եք անում, դուք մենակ խոսում եք։ Դա համար ես ասի շատ լավ, այդ դեպքում մենք կանչենք մարդկանց, որոնք բացի խոսելուց նաեւ գործ են անում։ Հիմա դու այդ մարդկանցից մեկն ես, որ կարողացել է եւ սա է ուզում հարցնել քեզ հասկանալու համար, թե ինչպես ես կարողանում զգալ հայկական երաժշտությունը, ինչպես ես կարողանում այս աղմուկի, այս առանց որևէ մեկին վիրավորելու եմ ասում, բայց համենայն դեպս աղճատված հայկական մեղեդիների մեջ լսել ըստ իս մաքուր հայկականը, պիտի խոստովանեմ, երբ որ ես լսում եմ քո գործերը, իմ մոտ կարծես միջնադարյան բան է արթնանում, անկեղծ եմ ասում, ինչ-որ ասպետական, ինչ-որ տենց, գիտես, մաքուր, այդպես, ինչպես օրինակ Սասունի կամ Մշի կատարումները բերում են մեզ այդ հայրենիքի կանչը, քո գործերում կա այդ հայկական, ըստ իս ոնց որ խաչակրած ինչ-որ մի բան, միգուցե դա իմ զգացողությունն է, չգիտեմ, բայց ինչպես է դա քեզ ոնց ստացվում։ Շնորհակալ եմ, Գեորգ։ Ընդհանրապես ստեղծագործությունը որպես այդպիսին, այսինքն ընթացքը անըմբռնելի է, կարծում եմ ոչ միայն իմ բaragայում։ Շատ եւ շատ ստեղծագործողներ, այսինքն ընդհանրապես փաստում են այն հանգամանքը, որ արդեն պատրաստի ստեղծագործության այսպես փաստի առաջ են կանգնում։ Իմ բaragայում նույնն է։ Եվ ասել, որ այսինքն հատուկ տրամադրում եմ ինձ, որ այսպես հայկականության կամ հայկական ծիրի մեջ դա լինի կամ նման բան չկա, ինքը այսպես ստացվում է։ Որովհետև դու ինքդ կրում ես դա արդեն։ Դե նաև այստեղ հսկայական քանակի այսպես պատճառներ կան, որովհետև երաժշտությունը դա ինքնության այսպես ասպեկտներից մեկն է, այսինքն նախ ինքը ձևավորում է այդ ինքնության զգացողությունը, երկրորդը բնորոշում է ինքնությունը վերջիվերջո, այսինքն եւ այդ իմաստով իհարկե շատ է կարևորում գիտելիքը այդ ինքնության մասին։
մենք միասին որոշակի ճանապարհ ենք անցել Նարեկ երգչախմբում եւ այդ իմաստով իմ ու քո բախտը բերել է հաստատ, որովհետեւ այսինքն առաջին այսպես դպրոցը որպես այդպեսին եւ առաջին ուսումը, առաջին հնարավորությունը հաղորդվելու հոգեվոր երաժշտության բնագավառների հետ, այսինքն հոգեվոր երաժշտության տեսակների հետ հայկական, այսինքն ոչ թե դրսից էր, այսինքն որպես ունգնդիր, այլ մենք ներսից ենք այդ դպրոցը անցել։ Ուզում եմ առիթից օգտվել Մկրտիչ Մկրտչյանին։ Այո, առաջին հերթին Մկրտիչին, որովհետև այսինքն հիմա երբ որ հետհայացք նայում եմ, գցում եմ, հասկանում եմ, որ լավ խորհրդային իրականության պարագայում հավաքվում են 30-ից ավել հասուն տղամարդիկ եւ կհիշես, այսինքն եւ գիտնականներ կային, հացթուղ կար, երգիչներ կային, այսինքն ժառապատկերների մասնակից կար, նավապետ, հետագայում եղել են, այո, Նարեկ երգչախումբը դարձել է մշտական հյուրը, բայց Երանի օրեր են իրական։ Եվ նպատակը հետեւյալն էր, այսինքն նախ եւ առաջ ծանոթանալ այդ հոգեվոր ժառանգությանը, երկրորդը, այսինքն տեր կանգնել եւ նաեւ քո միջոցով նաև հնարավորություն ստեղծել շատ եւ շատ մարդկանց համար հաղորդվելու այդ ասպարեզների հետ։ Եւ այդ դրոշմը հոգեվորի մեր մեջ այդպես մնացել է եւ դա այսպես ասած այդ դարձել է մեր ինքնության մի հստակ մասը, սյուներից մեկը, դրա համար անկախ նույնիսկ հստակ այդպես կենտրոնանալու մենք անընդհատ ակամայից պահում ենք այդ գիծը։ Իմ բարեկամ միանշանակ։ Այսինքն միանշանակ, որովհետև կհիշես խորհրդային շրջանում արգելքի տակ էր ուղղակի հոգեվոր երաժշտությունը եւ ազգային եւ կհիշես Նարեկ երգչախումբը առաջինն էր արական երգչախմբերից, որ ամբողջովին Կոմիտաս պատարակ կատարեց աշխարհիկ բեմից, ընդ որում նաեւ Շուշիում։ Այո։ Եվ կարծում եմ, որ հենց սրանով էր պայմանավորված իմ կյանքի ամբողջ ընթացքը, այսինքն որոշումը բժշկությունից դուրս գալ եւ մտնել երաժշտական ասպարեզ, ստանալ ակադեմիական կրթություն, արդեն կոնսերվատորիայում եւ հետագայում բնականաբար, այսինքն դու սկսում ես այդ ալգորիթմերով մոտենալ եւ ստեղծագործությունը որպես այդպեսին ինքնաբերաբար իր ինքնադրսևորումներն է գտնում, որովհետեւ իհարկե առաջին փորձերը երգ գրելու եւ խումբ ունենալու պատանեկության հետ են կապված եւ ձևաչափով ավելի մոտ է ռոք երաժշտությանը, որովհետեւ տարված էին Beatles-ով եւ այլն եւ որոշակի ժամանակ էր պետք եւ որոշակի փորձառություն եւ որոշակի ընթացք, որը քեզ պետք է բերեր այդ ասպարեզներից դեպի այն ոլորտներ, որոնք որ ուղակի առնչվում են ազգային ինքնության հետ։ Ընդհանրապես ես այդ ինքնությունը բնութագրում եմ ընդհանրապես մի քանի հանգամանքներով։ Դա առաջինը սեփական պատմության մասին գիտելիքն է, երկրորդը մշակույթի մասին գիտելիքը եւ լեզուն իհարկե։ Այսինքն սա այն եռյակն է, մինիմալ եռյակն է, որը յուրաքանչյուր ազգի պարագայում բանաձևում է այդ ինքնությունը որպես այդպեսին։ Հետագայում դրան գումարվում են հսկայական քանակի հանգամանքներ, այդ թվում նաև ստեղծագործությունը որպես այդպեսին։ Բան դու ունես շարքեր, մեկը կոչվում է Կոմիտաս 10 հայտնություն եւ մյուսը կոչվում է Մաշտոց սրբազան մարգարիտներ։ Եվ նաև ստեղծագործում ես պրոգրեսիվ ռոքի երաժշտության։ Նաև շարք ունեմ Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունները։ Քո կարոտը ինձ համար է օրինվել, ինձ համար է ծնվել, թախիցը սիրո։ Տարապանքի հենքնից համար է ինվել, որ գորգ դառնա գունատելիք հույսերով։ Միտեղ խավար է հիմա, միտեղ տանջանք, ուրիշ տխնդություն,
սիրտ գավախ, որ անապատ է աման, մի ուրիշ տեղ սիրո անուշ խնդություն, Հիմա դու շարք ես անում նաև համերգների, ո՞նց է զգացողությունը հանդիսատեսի հետ աշխատանքի, ոգևորություն կա ինչ-որ նոստալգիա, կա ավելի պակաս ուշադրություն քեզ, ըստ քեզ ինչպես է զգում այսօրվա հանդիսատեսին։ Գեորգ, ընդհանրապես եթե ես դատեմ հանդիսատեսի ներկայությամբ կամ առկայությամբ, այսինքն եթե բոլոր հանգամանքները մի կողմ դնեմ եւ այդ միայն հանգամանքը առաջ բերեմ, այս 40 տարվա ընթացքում երբևիցե ոչ հանդիսատեսի պակաս է եղել, ոչ հետաքրության, որովհետև դահլիճում միշտ ներկա եղել այն հանդիսատեսը, որը գիտեր ուր էր գալիս եւ ինչի համար է այդ դահլիճում, այսինքն պատահական հանդիսատես գրեթե երբևիցե չի լինում եւ ինձ հաջողվել է 40 տարվա ընթացքում ձևավորել կայուն այսպես հանդիսատեսի քանակ, եթե կարելի է այդ բառը օգտագործել, որոնք որ իրապես հետաքրված են իմ ստեղծագործական ընթացքներով։ Գարուն կայտար խողոխոչ, սավար տարում կարմիր բողոք, կանիչ տալարցի ծաղցովի, բհատահակ դալար, դուր թողի, Իսկ կլինում են, ասենք, դժգոհություններ, քննադատություններ, ենթադրենք ինչ-որ ասեն, ինչի համես, ինչ երաժշտություններ։ Երբևիցե նման բան չի եղել։ Ոչ մի անգամ այդպես։ Ոչ Հայաստանում, ոչ Հայաստանից դուրս։ Այսինքն այդ իմաստով ես ուղղակի դա բարեբախտություն է նման հանդիսատես ունենալու։ Այսինքն հանդիսատես, որը դու կարող ես կիսվել եւ ումից կարող ես նաև լիցքեր ստանալ եւ էմոցիոնալ եւ հոգեվոր իմաստով, որովհետեւ փոխհարաբերությունները բեմի եւ դահլիճի, այսինքն պայմանավորված են այդ էներգիաների շրջանառությամբ։ Այդ իմաստով իհարկե եւ ռոք համերգները եւ այսպես ասած բալադային բնույթի համերգները, որոնք ավելի շատ երգարվեստին են վերաբերվում եւ քո նշած Մաշտոցյան շարքը, որը մշակումների շարք է, ել չասեմ Կոմիտաս 10 հայտնության մասին, որ առաջին կատարումը 98 թվականին էր եւ մինչ օրս տարբեր կազմերով եւ փոքր կազմերով եւ սիմֆոնիկ կազմերով եւ կամերային երգչախմբերի մասնակցությամբ եւ այլն, այսինքն ոչ իմ այսպես ցանկությունն է սպառվում մշտապես ներկայանալ այս ծրագրերով հանդիսատեսի առաջ, ոչ էլ հանդիսատեսի հետաքրությունը։ Ուրիշ բան, որ իհարկե այն երաժշտական տեսակները, որոնք ինձ հետաքրիր են, իրենք զանգվածային չեն եւ չեն կարող զանգվածային հետաքրության այսպես առարկա լինել, որովհետեւ այն ինչը որ դու թվարկեցիր, գտնվում է բովանդակային երաժշտության տիրույթում, իսկ զանգվածային հետաքրության տեսակները երաժշտական ավելի շատ ժամանցային են եւ ոչ բովանդակային։
Ինչպես որ ես այս հաղորդումն եմ ուզում այդ բովանդակայինի մեջ պահել, որքան հնարավոր է, որպեսզի մարդկանց հնարավորություն տանք նաև այդ թթվածները Դենեք մարդկանց ընտրության խնդիրն է այս պարագայում, թե հաղորդում դիտելու, թե ընդհանրենք երաժշտական նախընտրությունները ձևավորելու։ Բայց ինչպես անենք, որ մենք չհուսահատվենք, որովհետեւ կարծես թե դրա համար ես ում հասկանալ արդյոք նվազել են քո հանդիսատեսները, բայց բարեբախտաբար ոչ, բայց ինչպես անել, որպեսզի մենք չհուսահատվենք այս փոքր պայքարում։ Ընդհանրապես բովանդակային երևույթները մշակութային ոլորտում, լինի դա կերպարվես թատրոն կամ կինո կամ երաժշտություն, այսինքն իրենք չեն կարող չլինել, այսինքն յուրաքանչյուր երկրում, յուրաքանչյուր մշակութային կոնտեքստում կան մարդիկ, որոնց հետաքրությունները, ստեղծագործական դրսևորումները կայանում են բովանդակային երևույթների դաշտում։ Եվ իհարկե կան պետություններ եւ իշխանություններ, որոնք որ դիտարկում են այդ բովանդակային երևույթները որպես առաջնայինություններ, այսինքն որպես պետական պրիորիտետ։ Օրինակ Ավստրիայում նման պետական պրիորիտետը Մոցարտն է։ Կամ Ռուսաստանում նման օրինակ մշակութային առաջնայինությունը դա Բոլշոյ թատրոնն է։ Այսինքն էպոխաները փոխվում են, իշխանությունները փոխվում են, ինչ ասես այդտեղ փոխվում է, բայց պետական մշակութային պրիորիտետը մնում է նույնը։ Նույնը Իտալիայում ենթադրենք Լա Սկալան եւ այսպես մենք կարող ենք բազմաթիվ թվարկումներ անել ընդհանուր միջև արևելյան երկրներ եւ որտեղ որ հստակ կա, այսինքն անգամ Կատարը ունի նման։ Նույնիսկ եթե չունի, ինքը այդ առաջնայինությունները ստեղծում է, ինչու, որովհետեւ ворթեգրում է քաղաքակրթական տեսակի բովանդակային տեսակի ալգորիթմը, այսինքն կա կարծիք բան, որ տարիների ընթացքում 90-ականներից սկսած հետևողականորեն ոչնչացվել է այդ շերտը եւ ռաբիզ երաժշտությունը եւ ցածրակարգ արվեստը դարձել է ավելի տարածված։ Դա իսկապես համարում ես, որ դա միտումնավոր է արվել, թե այդպես է եղել մեր ընթացքը, որի պատասխանատուն էական չի ով է, բայց այդ փաստացի մենք ունենք ինչ ունենք։ Գեորգ, դու շատ լավ գիտես, որ քաղաքականության բացակայությունը նույնպես քաղաքականություն է։ Այսինքն շատ ճիշտ նկատեցիր, որ հատկապես նորագույն շրջանում, այսինքն անկախության շրջանում մեր երկրի զարգացման մենք երբևիցե չենք ունեցել հստակ օրակարգ եւ հստակ բանաձևված մշակութային քաղաքականություն։ Այսինքն այն տարերային բնույթ է կրել, շատ հաճախ կախված է եղել կամ իշխանավորի կամ ընդհանրենք մշակույթի նախարարի նախընտրություններով։ Եվ դրանով պայմանավորված քանդվել են կոլեկտիվներ, ստեղծվել են նոր կոլեկտիվներ եւ այլն եւ այլն։ Այսինքն ներքին խոհանոցային այսպես բրոնյան շարժում, որը իրականում որևէ աղերսներ չունի այսպիսի կարևոր ուրեմն գործառույթի հետ, ինչպիսին է մշակութային քաղաքականությունը։ Ճիշտ է, որ շատ բարձրակարգ կատարողներ լքել են Հայաստանը։ Նայեք, երբ որ չկա կամ ենթադրենք առաջնայինությունը պետության, հա, բանաձևվում է ոչ թե բարձր արվեստի իմաստով կամ բարձր գեղագիտական այսպես ասպեկտներով, այդ դատարկությունը, այդ տարածությունը միանգամից լցվում է այլ որակի երևույթներով։ Եվ մենք տեսնում ենք, որ բոլոր իշխանությունները հետևողականորեն արժևորել են հենց այդ ցածր որակի դրսևորումները ստեղծագործական։ Սկսած երաժշտությունից ընդհանուր մինչև ճարտարապետություն, կերպարվեստ եւ ինչ ասես։ Այսինքն հենց դրանով էլ պայմանավորված է այս անկումային վիճակը, որովհետեւ պետությունը ինքնին մինչ օրս շարունակում է այդ ծիրի մեջ այդ կոնտեքստի մեջ ընկալել իր գործառույթները մշակույթի ոլորտում։ Մենք տեսնում ենք պետական միջոցառումներ, մենք տեսնում ենք տիտուլար միջոցառումներ, երաժշտական հատկապես, որտեղ հրավիրվում են քո ասած ռաբիս երաժիշտները եւ այսինքն պետությունն է կազմակերպում այդ տոնախմբությունը։ Իրենք ասում են ժողովուրդը դա է սիրում, չենք բերելու ենթադրենք կոմիտասի կվարտետը, ենթադրենք հրապարակում, մեկ գործ կարող է կատարեն, բայց մարդիկ ուզենալու են տաշի տուշի անել, գալիս են ի վերջո ամբողջ աշխարհում էլ կարծես պապսան
կամ այսպես ասած, այդպես ժողովրդական, ինչպես է հայերեն ճիշտ ասելը, երաժշտությունը ավելի մարսելի է, ավելի ջուրամարս, ավելի ընկալելի է, քան ավելի բարդ եւ խորքային երաժշտությունը։ Այդ բացատրությունը շատ այսպես լուրջ հիմնավորում է օրինակ բիզնեսի պարագայում, երաժշտական բիզնեսի պարագայում։ Եթե մենք խոսում ենք պետական մշակութային քաղաքականության մասին, այլ բաների վրա պետք է հենվենք, այսինքն այլ հանգամանքների վրա, այն որ ենթադրենք հանրային կամ զանգվածային ճաշակի դրսևորումը այսպիսին է կամ այնպիսին է, պետության համար չի կարող լինել այն հանգամանքը կամ ենթադրենք այն հիմնավորումը, որը կպայմանավորի այդ ոչ թե ներքից վերև պիտի լինի, պահանջը, այլ վերևից ներքև պիտի ձևավորվի այդ ճաշակը։ Այդ զանգվածային ընդհանրապես զանգվածային մշակույթի այսպես գերակտիվացումը կոմունիկացիայի զարգացումների հետ է կապված, այսինքն համացանցային եւ այլն եւ այլն, այսինքն քանի որ այդ ոլորտները եւ մեդիա դաշտը որպես այդպեսին հիմնականում աշխատում է այդ այսպես ասեմ ժամանցային ալգորիթմով յուրաքանչյուր երկրում բնականաբար առաջին հայացքից կարող է թվալ, որ գերիշխողը ենթադրենք բանն է, Միացյալ Նահանգներում գերիշխողը ռեփն է կամ չգիտեմ ինչ երաժշտությունն է, լատինական երկրներում սա, Եվրոպայում սա, բայց սա որևէ կապ եւ աղերսներ չունի մշակութային քաղաքականության հետ։ Օրինակ նույն Ֆրանսիայում կա օրենք, որը թույլ չի տալիս հեռարձակողներին իրենց եթերային այսպես պիցայի կտրվածքով ենթադրենք կարծում եմ, եթե չեմ շփոթվում, 15%-ից ավել երաժշտություն արձակել ոչ ֆրանսերեն։ Այսինքն պետությունը օրենք է ընդունել, որը սահմանափակում է այդ այլ տեսակների։ Մեզ մոտ կարծեք լեզվի խնդիր չկա, այլ հարցը մնում, ես sense դա ուզում հարցից, որն է հայկական երաժշտությունը։ Ի վերջո մենք տեսնում ենք, որ տարբեր պատճառներով ռաբիս կամ կարող ենք դա կոչել արևելյան երաժշտություն կամ Չէ, ինքը ռաբիսը լոկալ հայկական երևույթ է եւ իր ստեղծման այսպես նախապատմությունն էլ ունի, այսինքն տենց հիմնարկություն կար, որը հիմնականում սպասարկում էր այսպես մի կողմից թաղումները, մի կողմից սպասարկում էր տենց այսինքն խնջունքային տենց տրամադրություն ստեղծող եւ այսինքն հիմնարկությունը հիմնականում աշխատում էր այսպես ոչ մեծ կարողություն ունեցող մարդկանց համար։ Կհիշես խորհրդային շրջանում ընդհանրապես բացի սովետական էստրադայից որևէ այլ երաժշտական տեսակ հնարավորություն չուներ բեմերից հնչելու։ Եւ ռաբիզը հիմնականում հնչում էր հարսանիքներում, կհիշես այն ժամանակ վրաններ էին բացում, իշավոտնուկներ եւ այդ մարդիկ ակարդեոններով եւ կլարնետներով։ Այսինքն երբ որ 90-ականներին հիմնականում այդ ոլորտի երգիչները եւ այսպես երաժիշտները անմիջապես տեղափոխվեցին Գլենդել եւ ստացան հնարավորություն արդյունաբերական հնարավորություն բազմացնելու սեփական այսպես պրոդուկտը եւ այդ պրոդուկտը կհիշես 90-ականներին անպակաս էր Երևանի փողոցներում, որովհետեւ յուրաքանչյուր խաչմերուկում կար այդ փոքր սեղանիկը, դախլային ասում, եթե հիշես, եւ 90%-ը կասետների դա ուրեմն գլենդելյան ռաբիզներ, որովհետեւ հայկական, այսինքն հայրենական ռաբիզ չկար, ֆիզիկապես այդ մարդիկ այստեղ բացակայում էին, որովհետև ազգը զբաղված էր լրիվ այլ խնդիրներով, պատերազմ, այդ պատերազմական շրջան, այսինքն այդ տրամադրություն ստեղծելու եւ կիսելու, այսպես ռեսուրսը այդքան էլ մեծ չէր։ Բայց ինչ որ մեկը կարող է նաեւ ասել, որ հենց քո նշած ժամանակահատվածում այդ դաժան ծանր օրերին հենց միգուցե այդ երաժշտությունը նաեւ օգնեց մարդկանց հաղթահարել։ Ոչ, այդ հենց ժամանակաշրջանում այդ երաժշտությունը ստացավ տիտուլար նշանակություն։ Հենց այդ շրջանում նկարահանվում է այսպես նշանային ֆիլմ «Մեր բակը», որտեղ գործող անձերից մեկը ուրեմն ավագ սերնդի ներկայացուցիչ ռաբիս կատարողներ Արամ Ասատրյանը եւ ֆիլմը ավարտվում է Թաթայի ուրեմն կատարումով, եթե ես ճիշտ եմ հիշում։ Այսինքն նայեք այդ լեգիտիմիզացիան, այդ ենթամշակութային տեսակի մեր աչքի առաջ է տեղի ունեցել։ Եվ բնականաբար այս ընթացքը, այսինքն դու արդեն դուռը բացում ես հանրային մակարդակով
գերիշխող պրոդուկցիան դա ռաբիս պրոդուկցիան այն ինչ որ փողոցներում է վաճառվում եւ ավելին ասեմ բազմաթիվ ռադիոկայաններ եւ հանրայինը եւ կհիշես անկախ FM ստանցիաները այն ժամանակ ունեին այսպես ռադիոլսողի խնդրանքով կատարումներ եւ այսինքն ես անձնապես ճանաչում եմ մարդուն, որը ուղակի կաշառքով այսպես սարքում էր այն իրավիճակը, թե իբրև թե մարդիկ զանգում էին եւ խնդրում էին որպեսզի ռաբիս երաժշտություն հնչի։ Այսինքն այդ ամբողջ process-ը սկզբից մեզ թվում էր, որ տարերային բնույթ է կրում եւ չի կառավարվում եւ ղեկավարվում իշխանությունների կողմից, բայց երբ որ այդ ընթացքը բերեց նրան, որ իշխանությունը եւ պետությունը սկսեց արժևորել օգտագործելով սեփական արժևորման համակարգը, այսինքն այդ մարդիկ սկսեցին կոչումներ եւ պարգևներ պետական ստանալ։ Ինձ գոնե ինձ համար արդեն ակնհայտ դարձավ, որ այս process-ը ամենաառաջին շրջանից, փուլից կառավարվել եւ ղեկավարվել է իշխանությունների կողմից։ Մեր ինքնությունը, Վահան, ըստ քեզ ինքը ավելի շատ եվրոպական արժեքների վրա է հիմնված, թե արևելյան, թե մենք ուրույն, ինքնուրույն մի ինքնություն ունենք, որը ոչ թե լավ կամ վատ, այլ ինքը այդպիսին է եւ մենք գործ ունենք իր ուղակի տրանսֆորմացիաների հետ։ Բանաձևել է առաջինը, որ մենք ուրույն երաժշտություն ունենք, շատ լավ գիտես Կոմիտասը իր հայտնի հոդվածում։ Այսինքն մարդ, որ նստել եւ հետազոտել է, չտեսնված իմանալով եւ եվրոպական երաժշտության օրինաչափությունները եւ մեծ գիտակեր արևելյան երաժշտական տեսակների, այսինքն որպես գիտնական եւ որպես երաժշտագետ ամբողջ իր կյանքում, գիտակցական կյանքում նա փորձել է համեմատել եւ հասկանալ որն է այս ոլորտներում հայկական երաժշտության տեղը։ Ընդ որում իր դիտարկման դիապազոնը հսկայական էր, այսինքն գեղչկական, այսինքն աշխարհիկ ժողովրդական երաժշտությունից մինչև հոգևոր երաժշտություն։ Մինչև Կոմիտասի այս գյուտը համարվում էր, որ ժողովրդական երաժշտությունը դա պարսկա-թուրքական, այսպես ընդհանուր ասիական երաժշտության ինչ որ մի տեսակ է ներկայացնում, իսկ հոգևոր երաժշտությունը ընկալում էր որպես բյուզանդական երաժշտության ինչ որ մի այսպես Մեր թշնամիները միջև մայր դա օգտագործում են մեր դեմ։ Դե օգտագործեն, չօգտագործեն, քանի որ մենք արդեն խոսում ենք երաժշտագիտական, այսպես անալիզի հետևանքի մասին, այսինքն դա նկարագրված է եւ ամբողջ հայկական երաժշտագիտությունը Կոմիտասից հետո, որովհետեւ հսկա ծավալ աշխատանք է կատարվել հատկապես ֆոլկլորի պարագայում, այսինքն եւ հավաքվել է եւ նկարագրվել է եւ անալիզի է ենթարկվել, մենք այսօր կարող ենք ասել հստակ եւ վստահ, որ գոնե երաժշտության բնագավառում մենք ուրույն ենք, այսինքն մենք այնպիսի տեսակ ենք ներկայացնում, որը որևէ պարագայում չի կարող դիտարկվել որպես ճշգրիտ արևելյան եւ կամ ճշգրիտ եվրոպական։ Իհարկե եւ նրա եւ սրա այսպես պետք է հասկանանք, որ մթնոլորտը եւ պատմական շրջանները, որ մենք անցել ենք, բնականաբար պետք է ներազդեին, բայց յուրաքանչյուր ազգի ինքնություն, այսինքն ստատիկ չի, ինքը դինամիկ զարգացող սուբստանցիա է, որը բնականաբար որոշակի ազդեցություններ է կրում։ Ուրիշ բան, որ ինչպես ենք մենք բանաձևում այդ ինքնությունը, օրինակ երաժշտության պարագայում գոնե ես ինձ համար գտա այդ բանաձևը, այսինքն ալֆան դա Մաշտոցն է, օմեգան դա Կոմիտասն է։ Եվ ես որպես նաև ստեղծագործող, որպես երաժշտություն հորինող, նաև իմ այսպես առնչությունը եւ հաղորդակցումը ունեցել եմ այս ասպարեզների հետ։ Այսինքն ինձ համար ինքը կոնկրետ այսպես տարածք է, հստակ իր սահմանը ունեցող եւ ես կարող եմ ախտորոշել սա հայկական երաժշտական ինքնության բնագավառն է, թե սրանից դուրս, թե սահմանային։ Ինչու ասացի, որ սա դինամիկ է, դա շատ կարևոր է հասկանալ, որովհետև մի պարագայում այդ ինքնությունը նկարագրվում է ժառանգությամբ, մի պարագայում ինքը կարող է
լրացվել եւ նոր լիցքեր ստանալ, օրինակ երաշտյան պարագայում այստեղ հարկ է մեջ բերել Տերտերյանի արվեստը, այսինքն էլի ինքնության մասին է սա, բայց ժամանակակից կամ մի քանի դասամյակ առաջ գործող կենթանի կոմպոզիտորի ստեղծագործության արդյունք է։ Վանսկես ինքնությունը կոնկրետ մեր պարագայում պետք է լինի պետական հոգացության թիրախում, թե ինքը պիտի ինքնուրույն տրանսֆորմացվի, գնա, եւ այստեղից էլ երկրորդ հարցն է, արդյոք վերևից պիտի փոխվի ամեն ինչ, թե ներքևից պիտի լինի այդ պահանջը, որը կփոխի նաեւ քաղաքական էլիտայի առաջնահերթությունները։ Մեր ազգի պատմությունը դրա պատասխանը տալիս է։ Այսինքն այն շրջանում, երբ որ մենք չենք ունեցել պետություն, այդ ինքնությունը շարունակել է ձևավորվել։ Ինչի հաշվին անհատների, հիմնականում անհատների ստեղծագործական, այսպես ստեղծագործության արդյունքում կամ ենթադրենք իրենց նպատակային հետաքրությունների, հա, Մխիթարյանների միաբանություն, 19-րդ դարում ստեղծված հայկական թատրոն եւ այլն, այսինքն հիմնականում այդ process-ը իհարկե տարերային բնույթ է կրել, բայց այնուամենայնիվ, երբ որ դիտարկում ես մեծ ժամանակահատվածի այս կտրվածքով, հասկանում ես, որ ներքին տրամաբանություն կա եւ ներքին զարգացում կա։ Երբ որ դու գործում ես պետության, այսպես պայմաններում, այս խնդիրը այլևս չի կարող ծանրանալ անհատների ուսերի վրա։ Այս խնդիրը, այս գործառույթը պետք է դառնա պետության գործառույթը։ Եվ մենք այսօր տեսնում ենք, որ քիչ առաջ դու նշեցիր, որ արաբական նոր երկրներում որդեգրվում է այդ մոդելը, այսինքն երկրում, որ երբևիցե թանգարան չի եղել, հանկարծ Լուվրի այսպես թանգարան է բացվում կամ ժամանակակից արվեստի Գուգենհայմի, որ այսինքն նրանք երբևիցե առնչություն չէ, կամ կառուցվում են այնպիսի համերգային դահլիճներ եւ օպերային դահլիճներ, որոնք այսինքն եւ տեխնիկայի եւ բոլոր իմաստներով դա չի կարող լինել քաղաքենիության դրսևորում կամ կառավարականության, չգիտեմ, կամ ուղղակի բիզնես որպես ընկալում։ Եթե այդ օպերային թատրոնում իրենց ռաբիզը հնչի, դա բնականաբար կդառնա այդ քաղաքենիության դրսևորումը, բայց չէ, այսինքն հնչում է եվրոպականը, որովհետև իրենք գիտեն, որ եվրոպական արվեստը պայմանական ասած ավելի բարձր է, հիմա իրենք ուզում են իրենք էլ ունենան դա, բայց ոչ իսկապես ամբողջ ենթադրենք արաբ մշակույթը կարող է փոխարինել ենթադրենք եվրոպական արյաներով կամ այլ բաներով։ Մենք այստեղ խոսում ենք քաղաքակրթական ֆորմաների մասին, այսինքն ինքը օրինակ նույն Ճապոնիայում նույն քաղաքակրթական ֆորմաներ սահմանում են իրենց տրադիցիոն տեսակներով կամ Չինաստանում, այսինքն ճապոնական թատրոն, չինական թատրոն, այսինքն ինքը չի փոխվում, չի ձևափոխվում։ Ուրիշ բան, որ քաղաքակրթությունը որպես այդպեսին, այսինքն ինքը իհարկե այսօր մենք քանի որ առնչություններ ունենք այլ ազգի մշակութային դաշտերի հետ, մենք հասկանում ենք, որ նաև այդ դաշտերով է ամբողջանում։ Բայց եթե խոսենք հատկապես Եվրոպայի օրինակը մեջ բերելով, պետք է հասկանանք, որ քաղաքակրթությունը որպես այդպեսին, սկսած անտիկ շրջանից մինչ օրս հիմնականում ստեղծվել է, այսինքն բանաձևվել է Եվրոպայի տարածքում։ Եվ դա Կոմիտասն էլ է շատ քաջ գիտակցել եւ հասկացել։ Այսինքն իր ամբողջ գործունեությունը ուղղված հայկական երաժշտության հանրահռչակման հետ կապված է եղել հենց այդ նպատակի հետ, այսինքն քաղաքակիրթ աշխարհին ցույց տալու, որ գոյություն ունի այսպիսի մի քաղաքակրթական տեսակ, որը այդ իմաստով որևէ ձևով չի տարբերվում։ Բայց ինչու մենք ունենք նման խնդիր բացատրելու, ապացուցելու կամ ցույց տալու, որ տեսեք մենք էլ ձեզնից վատը չենք։ Դա մի փոքր թերարժեքության հարց չի։ Ոչ, որովհետև մեր մշակույթը ընկալում էր այլ կոնտեքստում։ Ինչ են ընկալում, դա մեզ պետք է հուզի, թե ինչպես։ Որովհետև մենք երբևիցե չենք զբաղվել դրա նկարագրությամբ։ Իսկ հնարավոր է, որ մենք ձեզ ինքնության սպառնալիքներ ունենանք, որտեղ ոմանք համարում են, որ դա նույնիսկ ծիծաղելի է, որ ինքնությունը կարող է սպառնալիքի տակ լինել, ոմանք դրան շատ ավելի լուրջ են վերաբերում, ես կուզեի ձեր պատկերացում հասկանալ, այսինքն եթե մենք հոգ չտանենք օրինակ մեր ինքնությանը, ինչպես օրինակ լեզվին կամ մշակույթին, ինքը կարող է ընթացքում ուղղակի էրոզիայի ենթարկվել։
Դե ինքը ուղղակի, այսինքն դեստրուկցիա է ենթարկվում։ Այսինքն երբ որ պետությունը հրաժարվում է իր գործառույթներից այդ իմաստով, ինքնությանը վերաբերվող։ Այսինքն կրթական համակարգը եւ ընդհանրապես ծրագրային համակարգային մոտեցումը հատկապես մշակույթին կամ ինստիտուտներին, որոնք զբաղվում են պատմության կամ այլ խնդիրներով։ Մենք ստանում ենք այսպեսի հեղեղուկ վիճակ, երբ որ նորից կարծես թե այս խնդիրը ծանրանում է անհատների կողմնորոշման եւ անհատների առաքելության։ Եվ այդ իմաստով պայմանական ասած մարտիրոսների այո, եւ այդ իմաստով, այսինքն ես հետեւում եմ ձեր հաղորդաշարին, այսինքն նման մարդիկ ձեր հիմնական ձեր զրուցակիցներն են, այսինքն լինի պետական աջակցություն, չլինի պետական աջակցություն, իրենք իրենց աշխատանքը կատարում են եւ կոչում ունեն, հա։ Վերջիվերջո այո, այսինքն ընթացքում դժվար է ասել, որ սա կոչում էր թե ինչ, բայց հետ հայեք կամ ենթարեք ես կողքից նայելով շատ լավ, այսինքն նույն Կարենը Բալայան նավաստին, այսինքն նավը վաղուց կանգնած է Սևանի ափին, բայց ինքը իր այսինքն առաքելությունը կատարած մարդ է։ Օրինակ նույն Կարենին մենք կանչեցինք, որպեսզի ինքը հանրայնացնի այս կարևորագույն ըստիս նախագծերից, ջանքերից մեկը, այդ մարդիկ իսկապես նվիրյալներ որպես արել են։ Նախ դիտումներ համարյա չկա։ Գլոբալ առումով ոչ մեկին չի հուզում առանձնապես, որ այնտեղ Կիլիկյան նավը ուղակի փթում է, հա, բառի բուն իմաստով։ Պետությունը ինչ-որ բաներ խոստացել է, այդպես է ոչի բան չարեց, ոչ մեկին հետաքրքիր չի, խաթար չենք մենք ֆինանսներ չենք տրամադրում դրան, այդպես ինչպես ենք մենք պատրաստվում մեր ինքնությունը։ Դե մենք մոտեցանք շատ կարևոր մի կետին, որովհետև այն գործառույթը, որ կատարել է Կարենը, որպես այսինքն այդ գաղափարի տեր եւ իրականացնող այդ գաղափարի ավարտված է։ Այսինքն ինքը չի կարող այդ նավը երկրորդ անգամ նույն ծովերով անցկացնել։ Այստեղ պետության գործառույթներ են առաջ։ Այսինքն պետությունը արժևորում է այդ հանգամանքը։ Բայց ժողովուրդը կարծեք հանրությունը եւս չի արժևորում, իրանց միևնույնն է կարծեք։ Երբ որ պետությունը արժևորի, օրինակ, այդ վերևից իջեցվի, հա։ Այսինքն Կարենը ինչ էր առաջարկում եւ չկա կառավարություն, որը այդ խնդրի հետ չառնչվեր։ Պատրաստի պրոյեկտը կա թանգարանի, այսինքն այդ ապակյա եւ հարակից այսպես կառույցների, որոնք պատշաճ մակարդակով հասարակությանը կներկայացնեն այն երևույթը, որ կարծում եմ, որ մեր նորագույն պատմության մեջ ամենակարևոր եւ ամենալուսավոր երևույթներից մեկն է։ Բայց եկեք մի բան խոստովանենք, իրականում ամբողջ խնդիրը ֆինանսի կառավարման սխալ կառավարման մեջ է։ Չէ, ամբողջ խնդիրը նրա մեջ է, որ պետությունը կամ իշխանությունները ուղղակի հրաժարվել են այդ առաքելություններից։ Պետությունը, քանի որ ինքը շարունակում է ոչ թե զարգացման, այլ գոյատևման ռեժիմով իրեն պահել, այսինքն ինքը չի պատրաստվում այն ֆինանսները հարկերի միջոցով, այն ահռելի պարտքը, որ ինքը կուտակում է տարիների ընթացքում, ուղղել զարգացման ծրագրերի, հայապահպանության եւ այլն, ուղղում են անհասկանալի ուղղությամբ, արդյունքում այս ծրագրերին ուղղակի գումար չի մնում։ Եթե իրենք լինեին հայրենասեր մարդիկ, գումար ամեն ինչին կհերիքեր, եւ Կիլիկյան նավին, եւ ձեր համերգներին, եւ ձայնասկավառակներին, եւ երաժշտական դպրոցներին, ամեն ինչն է կհերիքի գումարը։ Այսինքն դա Գևորգ, ուղղակի երկու օրինակ։ Առաջինը Էստոնիայի օրինակն է, որը մեր երկրից ավելի փոքր երկիր է, եւ որտեղ կառուցվում է Արվոպյարտի երաժշտական կենտրոնը, իր համերգային դահլիճներով, իր գրադարանով, Արվոպյարտը նույն տարածքում է ապրում, այսինքն կարելի է հանդիպել այդ տարածքում նաև կոմպոզիտորին։ Եվ երկրորդ օրինակը Պենդերեցկու երաժշտական կենտրոնը եւ սիմֆոնիկ դահլիճը Լեհաստանում։ Այսինքն սիմֆոնիկ դահլիճ, որտեղ բացառապես կատարում է միայն Պենդերեցկու ստեղծագործություն։ Դա էպես չէ, որ Էստոնիան աղքատ երկիր է կամ Լեհաստանը աղքատ երկիր է։ Հենց իմ ասած սա, մենք իրար չենք հակասում, իրական իսում ասել, որ իհարկե շատ բաներ գումարից է կախված, բայց իհարկե կապված է ցանկությունից եւ ցանկություն չի, դա առաջնությունների դա պրիորիտետների գիտակցումն է։ Եթե, այսինքն երկիրը չլիներ կոռումպացված, եթե երկիրը չլիներ թաղված, ուղակի
այդպես խնամիա բարեկամական կապերի եւ սեփական գրպանը լցնելու այդ մոլուցքով չլիներ ինքը մենք կունենայինք այդ ամեն ինչը Էստոնիայից ավել կունենայինք եւ այդ ցանկությունը կունենային անելու այդ ամեն ինչը չեմ կարող որովհետեւ բոլոր ազգերը կարողացան մենք հանկարծ չկարողացանք ինչն է պատճառը հենց եմ ուզում ասել այդ ինչպես է ստացվում պատճառը նրանում է որ իշխանավորները ուղղակի չեն գիտակցում այս ոլորտների կարևորությունը ինչպես է ստացվում որ հենց մեզ մոտ միայն մեզ մոտ մեր իշխանությունները չեն գիտակցում դրա արժեքը։ Մնացած բոլոր երկրներում կարծեք միգուցե բացառություններ կլինեն, բայց երկրներում, Կատարում, նույն Միացյալ Արաբական Էմիրություններում մնացած տեղեր, Սաուդյան Արաբիայում հատուկ եմ նշում, որտեղ նրանք, այսպես ասած, դասական առաջնահերթություններ չեն ունեցել նման, հա, բայց իրենք սկսել են գիտակցել, հասկանան, նույն Չինաստանում, այլ վայրերում։ Բայց հանկարծ Հայաստանը, որ իրեն համարում է ուրույն, ինքնուրույն քաղաքակրթության կրող, հանկարծ այդ ամեն ինչը չի երևում որևէ տեղ բացի, ինչպես դուք եք նշում, անհատների աշխատանքներում։ Նայեք, մեր առաջին ղեկավարը երկրի մտավորական էր անշուշտ եւ գիտնական, բայց կհիշեցի թեզը, որ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է։ Մնացած բոլոր իշխանավորները չեմ ուզում ասեմ անգրագետ, բայց շատ հեռու էին այն բոլոր խնդիրներից եւ ոլորտներից, որոնց մասին մենք այսքան ժամանակ խոսում ենք։ Այսինքն երբևիցե կյանքում չեն զգացել այս ոլորտների կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Եվ իրենց կողքի գտնվող մարդիկ, այսինքն նույն, այսպես կարծում եմ, նույն տեսակն էին մարդկային, որոնք որ տեսնում են հետաքրքրությունները լրիվ այլ դաշտերում, ձեր թվարկած դաշտերում։ Եվ որևէ համեմատություն այս պարագայում, ոչ Կատարի, ոչ Էստոնիայի, ոչ որևէ այլ երկրի հետ մենք չենք կարող, այսինքն զուգահեռներ չենք կարող տանել, որովհետև այնտեղ կար պետական գործչի ալգորիթմ, այստեղ չկար։ Այսինքն մենք չունենք պետական համակարգային մոտեցում։ Մենք չունենք նույնիսկ քաղաքական գործիչներ։ Բայց էլի անհասկանալի է ինձ պատճառը դրա։ Ինչպես է ստացվում, որ թվում է, որ մենք պակաս ջանքեր եւ պակաս ձեռքբերումներ չենք ունեցել դարերի հազարամյակի ընթացքում եկել ենք հասնենք մի կետի, որտեղ մենք մեր ամբողջ արածը ուղակի ոչ միայն անտեսում ենք, այլև թերագնահատում ենք, այլև ուղակի նետում ենք աղբանոցը եւ ընդհանրապես չենք ուզում որևէ ձևով անդրադառնալ։ Դա այնպես չէ որ միայն խնդիրը ֆինանսն է, դա է ուզում ասել։ Որ խնդիրը միայն ֆինանսը չի։ Ընդհանրապես ֆինանսը դա 6-րդական, 7-րդական խնդիր է։ Կարծում եմ այստեղ անհատի, այսինքն իշխանավորի անհատական դրսևորումների խնդիր է այստեղ։ Նայեք, շատ լավ գիտեք վերածնունդը ինչից սկսվեց։ Իտալական վերածնունդ։ Այո, ընդհանրապես մեկ մարդու կողմնորոշմամբ այսինքն Կոզիմա Մեդիչի կողմնորոշմամբ նա որոշել էր, որ ուրեմն կան անհատներ, որոնք որ պետք է ձևավորեն նոր գեղագիտական իրականություն։ Ընդհանրապես մի քաղաքում Ֆլորենցիայում։ Եվ այդ անհատները Լեոնարդո դա Վինչին էր, Միքելանջելոն եւ Բրունո Լեսկին ունեցել նման անհատներ։ Երբ որ իշխանավորը որպես առաջնայնություն նման որակի արվեստագետներին է բերում, հա, կամ ենթադրենք մշակութային գործիչներին, ստացվում է ռենեսանս, որը տարածվում է ամբողջ եվրոպական քաղաքակրթության վրա։ Դուք էլի հետևանքն եք ասում, Վան ջան, ես եմ հասկանում, թե այդ ինչպես է ստացվում, որ մենք չունենք նման իշխանավորներ։ Լավ, 30 տարվա ընթացքում չեղավ, բայց ամբողջ այս հրաշալի ժողովրդի ազգի մեջից լինեն արժանավոր հայրենասեր, հայրենիքի համար ցավ ապրով, սրտացավ, գրագետ, լավ կրթություն ստացած մարդիկ, որոնք ունենան պատկերացում, թե ինչպեսին պիտի լինի պլյուս մինուս իհարկե պետությունը։ Գեորգ, դա հարց չի, դա պնդում է։ Հա։ Այսինքն ուրեմն Ես հասկանամ, բայց իսկապես հետաքրքիր է, պարադոքս եմ ես այդտեղ տեսնում։ Ես չեմ տեսնում պարադոքս, որովհետև իշխանության մենք գիտեք ոնց են նրանք գալիս իշխանության, եւ մարդիկ այսինքն եկել էս իշխանության եւ որոշակի անհրաժեշտությունների առաջ ես կանգնել, չէ՞, սկսած երկրի պաշտպանության խնդիրներից ընդհանուր չէ մշակութային քաղաքականության այսպես դրսևորումները։ Բայց վստահ եմ, կանեք որ ընդհատում Վան ջան, ինձ թվում է որ եթե մենք օրինակ յուրաքանչյուր իշխանավորի նախկին ներկա խոսեցնենք, ոնց են այստեղ նստեն խոսեն, իրենք շատ ավելի հայրենասեր կթվան
եւ շատ ավելի խոսեն, որ մեր պետությունը, մեր հայրենիքը, մեր այսինչը, մեր այնինչը, այսինքն իրենք չեն ընդունի, որ իրենք հայրենասեր չեն, որ իրենք չեն անում այդ ամեն ինչը։ Դե, այսինքն, եթե այդ մարդը կյանքում ենթադրենք երբեք չի եղել սիմֆոնիկ համերգին կամ թատրոն ոտք չի դրել։ Ենթադրենք եղել է։ Դե ինչ կոպեկի գին ունի այդ իր հայրենասիրությունը։ Ինչի վրա է հիմնված ինքը այդ հայրենասիրությունը։ Խաղաղություն է բերել։ Խաղաղություն է բերել։ Դե, ինչ ասեմ, դա եթե դա բացատրեր ամեն ինչ, մենք շատ ավելի բարոյ վիճակում կլինեինք։ Այսինքն խաղաղությունը այս պարագայում այն ինչ որ Փաշինյանն է առաջ բերում, որպես ամենամեծ նվաճում, քաղաքական իմաստով ամենամեծ նվաճում, ինքը մենք շատ լավ հասկանում ենք, որ իր պատկերացումների դրսևորումն է միայն, որովհետև ակնհայտ է եւ մենք տեսնում ենք, որ շատ անկայուն մի բան է դա, հսկայական քանակի հանգամանքներից կախված եւ վտանգներից, որոնք որ ոչ միայն Ադրբեջանի կողմից են։ Դե բայց շատերը համարում են, որ դա ինչ կարևոր է վերջո, ինչպես կարևոր է, որ կա խաղաղություն եւ հետեւաբար ինչ եղել է, կարևոր է այսօր մեր տղաները չեն զոհվում, մենք գին ենք վճարել, պետք է առաջ նայենք, ինչ կարող ես ասել այդ տեսակետի մասին։ Դե կարող որ ես գիտեմ, որ պատասխանը լրիվ այլ դաշտում է։ Այսինքն, երբ որ դու խաղարկում ես նման կատեգորիաներ, այսինքն խաղարկում ես երկրում եղած դժբախտությունների եւ քո նաեւ քաղաքական անկարողությունների հետևանքով առաջացած հանգամանքները որպես այսպես արգումենտ քաղաքական դաշտում որևէ դրսևորում ունենալու համար դա մնում է միայն այսպես բան խոսույթի մակարդակով, որովհետև իրականությունը դա չի փոխում։ Բայց սպառողներ կան այդ խոսույթի, այնպես չի որ ինքը բնականաբար պետք է լինեն։ Պետք է հասկանաս ովքեր են այդ սպառողները։ Այդ զուգահեռները, հա, զանգվածային երաժշտության եւ այսպես դեմոկրատական դրսևորումների, հա, իշխանություն, հասարակություն հարաբերություններ, նույն ալգորիթմն է այստեղ գործում, որովհետև մի պարագայում ինքը ժամանցային է եւ անբովանդակ, երկրորդ պարագայում, երբ որ արդեն ինքը տարածվում է հանրային բոլոր մակարդակներով, ինքը նույնպես անհետևանք է, որովհետև նույնպես անբովանդակ է։ Այսինքն ինքը շահարկում է իրողությունները միայն իր օգտին։ Այսինքն փորձում է օգտագործել այդ ամենը ընդհանրապես որոշակի դիվիդենդներ քաղաքական շահելու, ինչու կամ խմբային, որովհետև ընտրություններն են գալիս։ Եվ որովհետև իշխանությունը պահպանելու խնդիր կա այստեղ մեծ։ Իսկ ասել մոլուցք։ Դե ում մոտ այդ մոլուցքը չկա։ Այսինքն ընդդիմադիր դաշտում նույն մոլուցքն է, չէ՞։ Այսինքն նույն կորցրած հնարավորությունների եւ լծակների այսպես հիշողության բանն է։ Ուղղակի փոքր էլի, ասիր պարադոքս չես ընդունում, բայց պարադոքս չի, այդ ինչպես է ստացվում, որ բոլոր պայմանական ասած վատ հայերը, այսպես ասած, կամ իշխանությունում են կամ ընդդիմությունում, մնացած բոլոր լավ հայերը դրանից դուրս են, որոնք գիտեն ճիշտը որն է, բայց իշխանությունները կամ ընդդիմությունը միշտ իրենք գնում են անձնական շահի հետևից։ Դա իսկապես այդպես է։ Որովհետև մեր երկրում իշխանությունը միշտ եղել է միջոց, մի քիչ սեփական կյանքը բարելավելու։ Թե նպատակ։ Այդ նպատակը ինչին է ծառայել։ Ընդհանրապես սեփական կյանքը բարելավելու համար, չէ՞։ Մենք տեսնում ենք, որ իշխանության մեջ մտած եւ դուրս եկած մարդիկ հանկարծ ֆինանսապես շատ ապահովված են ինքը Կիլիկիա նավի կամ քո համերգների համար գումար չունի, որտեղ այդ գումարը հերիքում է միայն իրեն։ Այո, դա եմ ասում, գումարի նաեւ դե ընդհանրապես դա, որովհետեւ դու հասկանում ես, որ այսինքն այդ ենթադրեք ցանկությունը իշխանության հասնելու լավ ինչ է փոխում, այսինքն եթե փորձենք ազգի համակարգով նայել, վերջի յուրաքանչյուր իշխանության նպատակը կյանքի որակը փոխելն է, չէ՞, այսինքն բարձրացնելն է։ Հարության։ Առաջին դա պիտի լինի, ինքը դրա համար է։ Իսկ ինչ ենք մենք տեսնում այս 37 տարվա ընթացքում։ Այսինքն մենք տեսնում ենք շատ փոքր խմբերի կամ հաշված մարդկանց կյանքի որակի փոփոխություն։ Ընդ որում այդ կյանքի որակը պայմանավորված է ոչ թե քաղաքակրթական ալգորիթմերով, այլ շատ հաճախ պայմանավորված է այն շատ առարկայական, շատ նյութեղեն, շատ այսպես բան կենցաղային հանգամանքներով, որովհետև իրականում կյանքի որակը փոխվում է
միայն բովանդակությամբ։ Այսինքն, երբ որ այդ բովանդակությունը լիցքավորվում է այնպիսի երևույթներով, որոնք որ կարող են մարդուն բարձրացնել իրականությունից։ Այսինքն, տեսադաշտն է բացվում նախ եւ առաջ։ Երկրորդը մարդը ազատ է դառնում։ Մենք տեսնում ենք, որ նրանք բոլորը անազատ մարդիկ են իրականում, եւ ոչ միայն իրանք, ամենացավալին է, որ նաեւ իրենց ծերունդները, որովհետեւ դա կյանքի վերաբերվելու տեսակ է, հասկանում եք, որը իրենք չգիտես ինչի որդեգրել են եւ չեն էլ ուզում փոխվել այդ իմաստով։ Իսկ նոր սերնդում դու նկատում ես նախ լավ ստեղծագործողներ, երիտասարդ, տաղանդավոր եւ նաեւ երևի պիտի ուղղակի արդեն պարզեցված օգտագործեմ այդ բառը, որպեսզի երկար չբացատրեմ, հայրենասեր երիտասարդներ։ Իհարկե, այսինքն ցանկացած ոլորտում ոչ միայն երաժշտությամբ, գիտես, հանրային ռադիոյում ես հաղորդաշար եմ վարում եւ 8.5 տարի արդեն համարյա եւ 500-ից ավել արվեստագետ արդեն հյուրընկալել եմ այդտեղ, որոնցից 80%-ը, 70-80%-ը երիտասարդներ են, որովհետեւ իմ հետաքրքրության առանցքում հենց, այսինքն սերնդափոխությունն է որպես այդպեսին, հատկապես երաժշտության բնագավառում։ Ես տեսնում եմ այդ մարդկանց, ես տեսնում եմ իրենց եւ հայրենասիրության դրսեւորումը, եւ արվեստի եւ մշակույթի դաշտում իրենց նախընտրությունների ոլորտները, այսինքն իրենց ճանապարհը տեսանելի է, կայացման ճանապարհը ինձ համար։ Եվ նաեւ տեսնում եմ, որ այդ բոլոր process-ները վտանգված են այն իմաստով, որ ասպարեզներ եւ հնարավորություններ, հարթակներ իրենց ստեղծագործությունը ներկայացնելու հասարակությանը գրեթե չկան։ Ինչու՞, որովհետև բոլոր հարթակները, սկսած թանգարաններից ընդհանուր մինչև համերգային դահլիճներ, թատրոններ եւ այլն, պետության այսպես հսկողության տակ են եւ ֆինանսավորման տակ են եւ բնականաբար ենթարկվում են իշխանության, յուրաքանչյուր իշխանության, հետեւաբար պետության մշակութային այսպես նպատակներին։ Իմ նախորդ դրվագի հյուրը Կարեն Թոխատյանը, մեր ընդհանուր նաև ընկերը եւ բարեկամը, նաև ես հորդորում եմ իմ հեռուստադիտողներին դիտել նաև նախորդ դրվագները, որովհետեւ դրանք ամեն մեկը ըստիս մի առանձին ստեղծագործություն է, յուրաքանչյուրը իր աուրայով, յուրաքանչյուրը իր մշակույթով, ներքին զգացողություններով։ Կարեն ասում էր, որ հայրենասիրության հիմքը հայրենաճանաչությունն է։ Ես կասեի նաև ինքնաճանաչումը։ Ըստ քեզ արդյոք նոր սերունդը ճանաչում է մեր հայրենիքը։ Ես անձնապես բարձրապես ճանաչում եմ խմբեր ուղակի կամ համքարություններ երիտասարդների, որոնք որ զբաղված են ենթադրենք ֆոլկլորի հետազոտությամբ կամ ենթադրենք իրենց ստեղծագործական դրսևորումները բացառապես հայկական ֆոլկլորի եւ հայկական ավանդական երաժշտական ձևերի մեջ են արտահայտվում։ Ես ճանաչում եմ ստեղծագործողներին, որոնք որ այսօր խոսում են այնպիսի երաժշտական լեզվով, որը հասկանալի է աշխարհում, որը գուցե դժվարությամբ ընկալվի միջին այսպես վիճակագրական հայի կողմից, բայց որը լրիվ հասկանալի է ենթադրենք եվրոպական քաղաքակրթությունը ներկայացնող կամ ենթադրենք այդ ֆորմաները ընկալող մարդու համար։ Այսինքն ես տեսնում եմ այնպիսի հսկայական ներուժ, որը ի վիճակի է հաղորդակցման մեջ մտնել աշխարհի հետ, գլոբալ քաղաքակրթության հետ, հավասարի հետ։ Եվ նաև ես տեսնում եմ, որ այդ ռեսուրսը որքանով է պահանջված դրսում, եւ ես տեսնում եմ ինչպես է այդ ռեսուրսը ներքաշվում դրսի մշակութային կառույցների եւ մշակութային տարածքների կողմից, որովհետեւ նրանք այլ մոտեցումներ ունեն։ Նրանք նույնիսկ եթե դու գործում ես հայկական ազգային, մշակութային տարածքի մեջ, դու էլի իրենց հետաքրքիր ես։ Նայեք, սրա փայլուն ապացույցը եւ փայլուն օրինակը ֆրանկոֆոնիայի օրերն են Հայաստանում։ Այդ օրերի ընթացքում դուք դրսևորումներ այդ ֆրանկոֆոն երևույթի դուք կարող եք նույնիսկ զարմացնել ձեզ, որովհետև աֆրիկական համույթ է ուրեմն կատարում ստեղծագործությունը, թատերական հրապարակում Ալժիրից եկած եւ դու առաջին հարցը որ այս աֆրիկացիները ինչ կապ ունեն ֆրանսիական
տարածքների հետ, ֆրանկոֆոն տարածքների, եւ հասկանում ես, որ չէ, ունեն ուրեմն։ Նայեք, նախքին գաղութ են խղճի։ նախ եւ առաջ բայց ինչը հասկանալի է, որոշակի պատմական այսպես բաներ կան այդտեղ, հանգամանքներ կան կապող, բայց նաեւ մշակութային։ Եվ այսօր Ֆրանսիան հարստացնում է իր սեփական դաշտը Շարլ Ազնավուրով, նա հարստացնում է ալժիրցի երաժիշտներով եւ ներկայացնում է այդ ամենը որպես սեփական մշակույթի տեսակ աշխարհով մեր ունեցածն ենք տալիս եւ չենք գնահատում, չենք կարևորում, արժևորում։ Վաղանին վերջին հարցը, որը ես տալիս եմ մեր բոլոր հյուրերին, մենք շատ խոսեցինք տարբեր դրսևորումներից եւ դրական եւ բացասական, կուզեի վերջում դրականի վրա կանգ առնել մեր ներքին դրական հատկանիշները, որոնք են ըսքեզ, որոնք միգուցե միշտ չէ որ դրսևորվում են կամ ծածկված են կամ միգուցե այդ ստրեսների կամ եւ այլնի արդյունքում միշտ չէ որ կարողանում են այդպես լիարժեք ձևով ի հայտ գալ, որոնք են ըսքեզ, որոնք բնորոշում են նաեւ մեզ։ Ես շատ կդժվարանամ ընդհանրացնել, որովհետեւ այնուամենայնիվ, երբ որ մենք խոսում ենք ինքնության եւ ընդհանրապես, այսինքն ազգային գիտակցության եւ այդ թեմաների շուրջ ենք խոսում, ես ավելի շատ այսպես իմ հենարանը ավելի շատ անհատներն են այս պարագայում եւ իմ ընդհանրացումները այդ անհատների օրինակով են, հա, նույն Կարենը Բալայան, Գագիկ Գինոսյան, այսինքն մարդիկ, որոնք իրենց նախ եւ առաջ իրենց մոտեցումների եւ իրենց գաղափարախոսությամբ լանդշաֆտներ են բացում, այսինքն տարածքներ են բացում, ոչ միայն իրենց կողքին կանգնած կամ իրենց օգնող մարդկանց, այլ նաև հասարակության համար։ Եվ յուրաքանչյուր բնակավարում, սկսած գիտությունից մինչև քաղաքականություն, այդ մարդիկ կան։ Խնդիրը հետևյալն է, որ հենց այդ մարդիկ պետք է ստանան հնարավորություն հասանելի դարձնելու իրենց գաղափարները եւ իրենց տեսակետները, նաեւ իրենց առաքելությունը, որովհետեւ երբ որ այդ հաղորդակցությունը տեղի է ունենում, այսինքն հասարակությունը բացահայտում է իր համար այդ մարդկանց, հասարակությունը սկսում է փոխվել, այսինքն հասարակությունը սկսում է իր որակական տեսակը փոխել։ Եվ բնականաբար ես անդրադառնալով արդեն քո հարցին տեսնում եմ ելքը հենց այդտեղ, այսինքն երբ մեր երկրում իշխանության գա այնպիսի կառավարություն, որը արժևորի նախ եւ առաջ այդ ինքնության կրողներին, այդ ժամանակ էլ մենք ավելի դրական, այսպես ինտոնացիայով խոսենք իրողությունների մասին։ Եվ պիտի ասեմ, որ համոզված եմ, որ կտրուկ կարող է փոխվել իրավիճակը, այսինքն այդ բոլոր մանր-մունր խնդիրները, որոնք որ կապված են զանգվածային ենթամշակույթի դրսևորումների հետ եւ մնացած ամենի մասին, ինչի մասին մենք խոսեցինք, այլևս դրա առիթը չենք ունենալու անդրադառնալու այդ երևույթներին, որովհետեւ կարգավիճակը կփոխվի, այսինքն եւ մշակութային կարգավիճակը եւ ամենակարևորը քաղաքակրթական։ Վաղ շատ շնորհակալ եմ քեզ։ Հուսով եմ նոր նախագծեր ունես, ինչ որ բաներ սպասենք ընթացքում։ Դե դերևս համերգային այս ընթացն է, դա 6 համերգ է, որից արդեն 3-ը կայացել են եւ գլխավոր համերգը օպերային թատրոնում է լինելու, այսպես են բաշխել, որ յուրաքանչյուր համերգը ներկայացնում է որոշակի ժանրային ուղղվածություն կամ իմ ստեղծագործության դրսևորում եւ իհարկե դա շարունակական կլինի, որովհետեւ փառքեստեր իմ կողքին կանգնած են այնպիսի արվեստագետներ եւ կատարողական արվեստի այնպիսի վարպետներ, որոնց հետ ուղակի վայելք է կիսել եւ բեմը եւ ընկերություն անել եւ ընդհանրապես ընթացքներ ունենալ կյանքում։ Պարոն ջան, շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հրաշալի զրույց էր, ես վստահ եմ, որ մեր հեռուստադիտողները, մեզ հետևողները եւ բավականություն ստացան, բայց նաեւ ասեմ, որ այս նախագծի նպատակը
մտածելու տեղիք տալն է, որքան էլ կարող է դա մի փոքր վախեցնող հնչել, որովհետև հաճախ կարծես խուսափում են, չէ, ասել ու մտածել, դե լուրջ թեմաներ, դրանց պետք է ասել, չէ, լուրջ թեմաները մաս են, որովհետև մենք իսկապես լրջագույն հարցերի մեջով ենք անցնում, չեմ ուզում ասել սպառնալիքների կամ ինչ որ ավելի բացասական բաներ, բայց ակնհայտ է, որ սա փորձություն է, որով մենք պիտի անցնենք եւ ես ուզում եմ երկրորդել Վահանի այն միտքը, որ անհատների կարևորումը եւ ինքնությունը կրող անհատների կարևորումը պիտի դառնա առաջնահերթություն, որպեսզի նախ մենք չունենանք այդ մարդկանց դուրս գալը Հայաստանից, որտեղ մենք տեսնում ենք, որ մարդիկ պարզապես ուղակի թողնում գնում են, եւ հազարավոր այդպես մենք հրաշալի հայրենակիցներ ենք կորցրել, գնացրել, իհարկե իրենք այնտեղ իրենց կյանքը միգուցե ավելի լավ են դասավորել, բայց մեր ինքնության այդ փոքրիկ բեկորները գնացել եւ տարածվել են։ Հետեւաբար կարեւոր ենք յուրաքանչյուրի աշխատանքը, յուրաքանչյուրի ներդրումը չանտեսենք, չթերագնահատենք մեր շուրջը եղած մարդկանց, որոնք նվիրված աշխատանք են կատարում։ Շուտով հարության տոնն է եւ ես ուզում եմ, որ այդ վերածնունդը, ինչպես որ դու ասացիր, իտալական վերածնունդը, մենք էլ ենք ունեցել մեր վերածնունդը նարեկացուց սկսած, այդ վերածնունդը նորից պարուրի մեր հոգիները, մեր ներսը եւ մեր ինքնությունը վերածնվի եւ առավել քան ուժեղ, քան երբևէ։ Շնորհակալություն ձեզ, ելի բարեկամներ, եւ ամենակարևորը՝ չվհատվեք։